Դասական նարդի խաղալ ես չգիտեմ, բայց փոքր ժամանակ մեկ-մեկ խաղացել եմ պիոներական նարդի, ծամոնի վրա։ Այն ժամանակ հասարակ բան չէր ծամոնը։ Սովետական պետությունը ոչ արտադրում, ոչ էլ ներկրում էր ծամոն։ Առաջին անգամ Սովետական միությունում ծամոն արտադրվեց Հայաստանում 1977 թվականին։ 1977 թվականին գործարկվեցին հայկական նոր հեռուստաաշտարակը և Օրբիտա 2 տիեզերակայանը, որոնք հնարավորություն տվեցին Մոսկվայից ընդունել համամիութենական երկրորդ ծրագիրը։ 1977-ին Սովետական միությունն ընդունեց իր նոր սահմանադրությունը։ 15 երկիր, այդ թվում Սովետական միությունն ու ԱՄՆ-ը 1977-ին ստորագրեցին միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ 1977-ին ամերիկյան կինոթատրոններում պրեմիերա ունեցավ «Աստղային պատերազմներ» ֆիլմը։ Կինոգործիչներ Վարդանովն ու Բալասանյանը նկարահանեցին «Ես տեսա հզոր Հայաստանը» ֆիլմը Վիլյամ Սարոյանի մասին։ Էլվիս Փրեսլին Ինդիանապոլիսում տվեց պատմության մեջ իր վերջին, Լեդ Զեփելինը ԱՄՆ-ում իր վերջին համերգը, Պելեն պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր վերջին խաղը խաղաց 1977-ին։ Բնական ծաղիկ հիվանդության վերջին դեպքը 1977 թվականին արձանագրվեց Սոմալիում։ Դա համարվեց աշխարհում այդ հիվանդության վերացման օր։ Քիմիայի Նոբելյան մրցանակին 1977-ին արժանացավ ծագումով ռուս-բելգիացի գիտնական Իլյա Պրիգոժինը։ Սովետահայ քիմիկոսների ջանքերով Հայաստանում հիմնվեց ծամոնի արտադրությունը։ Երևանի Հրուշակեղենի մակարոնի կոմբինատում լայն սպառման համվելիք առաջին ծամոններն արտադրվեցին 1977 թվականին։ Գիտնականների խմբի ղեկավարը և գաղափարի հեղինակը Լևոն Սարգսյանն էր։ Ես հիշում եմ մի անգամ լաբորատորիայում իրանք պատրաստում էին ծամոնները, այդպես սիրուն փաթեթավորում էին ու տարբեր օրգանիզացիաներ էին ներկայացնում որպես հումք։ Մի անգամ բերես տուն, մի անգամ չէ, շատ էր բերում, բայց այդ մի անգամ եմ հիշում, որ դրեցի գրպանից գնացի դպրոց, դասարան երեխաները ասես վազեցին, որ ամեն մեկը մի հատ ծամոն վերցնեն, հագիս կոստյումը մի րոպեում դառավ ճղրտված մի բան։ Հայրենական ծամոնի գյուտի հեղինակ սովետահայ քիմիկոսները չէին սիրում դրանով բարձրանալ։ Նրանք գիտության մեջ շատ ավելի լուրջ նվաճումների էին հասել։ Իմ հայրը ծամոնով հայտնի չէր, ինքը եւ կյանքում է շատ ճանաչված դեմք եւ հիմնարկում եւ իր բնակավարում, ես իրանով ծամոնով երբեք չեմ հպարտացել, չէր սիրում, երբ որ հոլովում են այդ բառը։ Դա ընդամենը իր արած գործի մի չնչին մասն էր, որը որ երևում էր, իսկ հսկայական աշխատանքները, որոնք կատարվում էին, չէր երևում եւ իսկապես պետք է չէ, որովհետեւ խիստ մասնագիտական աշխատանքներ են ու հասարակությանը առանձնապես չէր հետաքրքրում։ Ծամոնի արտադրությունը այդ ժամանակ աշխարհում մոտ 100 տարվա պատմություն ուներ։ Бруклин, незабываемый вкус. 1870 թվականին Թոմաս Ադամսը Նյու Յորքում բացեց աշխարհում առաջին ծամոնի գործարանը։ Ծամոնը ինքը հումքը ռեզինը, որը օգտագործում են որպես ծամելու համար, հետագայում շաքար եւ այլ տեսակ նյութեր ավելացնելով ստանում են ծամոնը, արտասահմանում օգտագործում են կաուչուկը, բնական կաուչուկի ինչ-որ ֆրակցիաներից որևիցե մեկը ես տեղյակ չեմ ինչ են օգտագործում, որովհետև դա մինչև հիմա գաղտնիք է, որ շուտ չեն ասում։ Դրանք օգտագործում են, իսկ մեր մոտ սինթետիկ նյութի հիման վրա պատրաստվեց ծամոնը, քանի որ մեր մոտ կաուչուկ չկար։ Պոլիմերների մեջ բոլորը անվտանգ նյութեր են, նրանք բավական պահպանել մաքրությունը, նրանք արդեն բնույթով անվտանգ նյութեր են։ Արտադրությունը բավական շահութաբեր էր լինել, շատ շահութաբեր։ Սովետական երկիրը չէր սիրում նման բաների մասին բարձրաձայն խոսել։ Ես հիմա եմ ավելի շատ հասկանում, թե ինչ է շահութաբերությունը, բայց այն ժամանակ ես խոսակցություններից հասկանում եմ, որ դա որպես կարամել, կամ էլ կոնֆետեր, կամ էլ քաղցրավենի, կամ այդ կատեգորիայի տակ էր նա մտնած, բավականին թանկ հաճույք էր, որովհետև ասենք 50 դրամը արժեր, չէ, 12 գրամը արժեր 50 կոպեկ։ Երբ որ դա վեր էին ածում արտադրության մասշտաբներով արտադրված քանակ իշքան պետք է արտադրվի, հումքի ինքնարժեքը եւ ինչ են օգտագործում, հսկայական տարբերություններ առաջանում էկոնոմիկական տեսանկյունից եւ շատ շահութաբեր է։ Դրա համար առաջինը Երևանի կարամել կոմբինատում
այդ արտադրությունը ներդրվեց։ Սովետական հանրապետություններն այն ժամանակ մեկ մեծ տնտեսություն էին, բայց Հայաստանը առաջինը լինելու գոնե բարոյական իրավունքը վաստակել էր։ Կարեն Դեմիրճյանն էր մեր ՑԿ-ի քարտուղարը, հարցերն էր լուծում էր կենտրոնական պարտիան։ Նա էկոնոմիստների հաշվարկներով տեսնում են, որ դա նոր պրոդուկտ է եւ ժողովրդի մոտ անհայտ եւ մեծ պահանջարկ ունեցող։ Դրա համար ասենք մեր կառավարությունը շահագրգռված է, այդ արտադրությունը հիմնականում դրվեր Երևանում։ Կուսակցական պաշտոնյաների հետ գործն առաջ տանել էին փորձում գիտնականներն էլ։ Ակադեմիկ Մարցոյանը ժամանակ օրգանական քիմիա ինստիտուտի տնօրենն էր, Մայլան Շահեն Մելիքվիչը զամ գիտական գծով տնօրենն էր, նա էր բավականին շատ շահագրգռված աշխատանքներ օգտագործելու համար։ Կարամելի կոմբինատում Կաբզիմալյան, Վարամ Գրիգորովիչներ, եթե չեմ սխալվում, ժամանակ ինքը արտադրության գլխավոր ինժեներն էր, նա է շատ շահագրգռված, որ արտադրության մեջ նոր պրոդուկտ ունենան։ Սովետական միությունում արտադրված ծամոնների առաջին խմբականակը քառակուսի կտորներով ու ոչ այնքան հրապուրիչ փաթեթավորմամբ ծամելու համար մի քիչ պինդ էր։ Հումքը երբեք միանգամից չի դառնում ծամոն, բավականին աշխատանքներ կատարվեց, մինչև կարողացան այդ ռեզինը բերեն կաուչուկի մակարդակի փափկության ձգվելու բանի, որովհետեւ նոր կարողանային օգտագործել։ Դա էլ հսկայական ծանր աշխատանք է, որ կատարում էր լաբորատորիայում։ Հետագայում արդեն սովետական խանութներում հայտնվեցին ավելի նուրբ, անուշահամ, գույնզգույն թղթերով, մեր բառապաշարով լավաշ ծամոնները, այնքան էլ չստացված առաջիններից միայն հուշ մնաց։ 77 թվականին, երբ նոր էր հայտնվել Հայաստանում ծամոնը, սովետական պետությունը պիոներների մի խմբի ուղարկեց Հարավսլավիա հանգստանալու եւ մեզ բոլորիս խորհուրդ էին տվել մեզ հետ վերցնել որևէ փոքրիկ հուշանվեր այնտեղ նվիրելու համար։ Տեղում պարզեցինք, որ բոլորս մի մարդու պես մեզ հետ վերցրել էինք հայրենական պարծանքից բուր, մուգ կապույտ անհրապույր թղթերով ծամոններ, քառակուսի։ Հարավսլավիայում իհարկե պես ծամոններն առատ էին, բայց մենք դա էինք տեսել։ Արտասահման գնացող եկողից առաջին հերթին մարդիկ ծամոն են սպասում։ Մինչ տեղական ծամոնի արտադրությունը սովետական Հայաստանում ծամոն հայտնվում էր կամ սփյուռքահայ զբոսաշրջիկների հետ, կամ ում բախտը բերել են արտասահման այցելել։ Կային նաև լավագույն դեպքում սարի կամ խնկի ձեռքով պատրաստված ծամոնները, վատագույն դեպքում պատահել է սև ձյութը։ Իսկ որպես ապրանք ծամոնը միայն ներկրվում էր արտասահմանից, եթե հիշում եք փոքր կետերում վաճառքեր կատարում անօրինական։ ծամոնի թաքուն վաճառքով հատուկ մարդիկ էին զբաղվում։ Շատերը լավ գիտեին նրանց տեղերը, բայց այդ տեղերը արագ իմանում էին նաև սովետական իրավապահները, ոչ որպես գնորդ։ Մոտավորապես այստեղ էր գտնվում Փուրթուլի հռչակավոր բուդկան։ Ամենասկզբում մի փողոց ներքև նոր տնտեսական հարաբերությունները աշխարհի երեսից սրբեցին տարան այդ կրպակը, որտեղ այն ժամանակ վաճառվում էր սովետական խանութներում չտեսնված ու չլսված արտասահմանյան ծխախոտ, ինչպես նաև ծամոն։ Փուրթուլին սովետական իշխանությունները շատ էին նեղում այն ժամանակների լեզվով սպեկուլյացիայի համար, բայց դա արդեն ուրիշ թեմա է։ Առաջին համաշխարհային պատերազմից մինչ օրս Միացյալ Նահանգների զինվորներին ծամոն է մատակարարվում։ Համարվում է, որ այն հանում է սթրեսը եւ օգնում կենտրոնանալուն։ Իսկ Սինգապուրում 12 տարի շարունակ արգելված էր ծամոնը։ Միայն 2004 թվականին ամերիկյան արտադրողների ճնշման տակ հանվեց արգելքը, բայց այնտեղ ծամոն կարելի է գնել միայն դեղատներում։ Որոշ մասնագետներ ծամոնը ստամոքսին վնաս են համարում։ Իսկ սովետական միությունում ծամոնը տասնամյակներ շարունակ վնաս է համարվել սովետական քաղաքացու աշխարհայացքին։ Երկար ժամանակ պահանջեց, որպեսզի կարողանան հիգիենոլոգները ապացուցեն եւ ցույց տան, որ դա հիգիենայի մի պարամետրներից մեկն է, որ անհրաժեշտ է հացուտելուց հետո դա օգտագործել, եւ նոր կարողացան այդ արտադրությունը Երևանի Կարամելի կոմբինատում ներդնել։ Բուրժուական երկրներում լավ գիտեին, որ սովետական պետությունում այդ անուշ պստլիկ ապրանքը արևմուտքի գաղափարախոսության կրիչ է համարվում ու ծաղրում էին։ Անգամ երբ Երևանում արտադրվեց առաջին ծամոնը, հետո Էստոնիայում, իսկ 1 տարի հետո արդեն պիտի արտադրվեր նաև Մոսկվայում, արևմտյան թերթերում հեգնանքը չմարեց։ Փոքրիկ տղաները դեռ շարունակում են խմբվել հյուրանոցների առջև,
կամ տուրիստներով լի այլ վայրերում ու ծամոն խնդրում։ Ամերիկյան Saint Petersburg Times թերթում 1977-ին գրել է AP գործակալության թղթակիցը հավելելով. Ծամոն ծամելը երկար ժամանակ այստեղ համարվում էր ամերիկյան անշնորհք արատ։ Մաքսային հսկիչները արգրավում էին երկիր բերվող ծամոնները, իսկ թերթերը իրենց ընթերցողներին դասախոսում, որ ծամոն ծամելը վատ սովորույթ է։ Բայց հիմա Մոսկովսկի կոմսոմոլիցը գովում է նոր ծամոնը, գույնզգույն տեսքի, լավ համի եւ օրգանիզմին օգտակար լինելու համար։ Saint Petersburg Times թերթ 1977 թվական։ Սա ժամանակի սառը պատերազմյան քարոզչությունը։ Ինչ ունենք հիմա, այն է, որ չունենք հայկական ծամոնի արտադրություն։ Հոսքագիծը վաղուց վաճառվել է եւ չունենք նախկինում արտադրված հայկական ծամոնի գոնե մեկ թանգարանային նմուշ։ Ծամոնները իրանք բնույթով 6 ամիս է իրանք պահման ժամկետը 6 ամիս հետո փչանում են։ Այս ժամանակ այնքան շատ էր, ոնց որ հիմիկվա ծամոնները ոչ ոք որպես հիշատակ չէր պահի պրոդուկտը, որպես ասենք դնենք մի հատ վազայի մեջ պահենք, ասենք սա առաջի ծամոններն է, չէ, ուղղակի հիշողությունների մեջ են դրանք բոլորը մնացել։ Իսկ փաթեթավորման թղթերը, որոնք ցուցադրում ենք, հայտնաբերել ենք շատ երկար որոնումներից հետո եւ ոչ Հայաստանում։ Աշխարհում տարբեր ժամանակներում արտադրված ծամոնների թղթերի 24000 նմուշներից բաղկացած այս հավաքածուն խնամքով պահում է Վալերի Նոսալը։ Հիմա աշխարհի շատ դպրոցներում արգելված է ծամոն ծամելը, պատճառաբանությամբ, որ ոչ միայն հաճելի չէ, այլ որ աշակերտները դրանք կպցնում են տարբեր տեղեր ու փչացնում դպրոցական կահույքը, պատերը, հատակը։ ԱՄՆ-ի բանակում ծամոնի մատակարարմանը զուգահեռ շարային վիճակներում արգելված է ծամելը։ Չգիտեմ, Հայաստանում կա մի հաստատություն, որի կանոնադրությամբ արգելվում է ծամոն ծամելը։ Ամեն դեպքում պետք է հստակ իմանալ, որտեղ եւ երբ կարելի է ծամոն ծամել, որտեղ եւ երբ չի կարելի, ավելին ում մոտ կարելի է ծամոն ծամել, ում մոտ չի կարելի։ Օրինակ մի գործիչ, որը չգիտես ինչու նեղ սրտած էր ինձանից, առանց անունը ստալու իմ մասին ասաց, այն ծամոն ծամող լրագրողը։